Հարգելի հայրենակիցներ, թեև հասարակության որոշ խմբեր ակնկալիք ունեին, որ Հայաստանում լայն թափ առնող ընտրական գործընթացները պետք է դառնային ծրագրային, գաղափարական բանավեճերի հարթակ, սակայն իշխանությունը, հավատարիմ մնալով իր արատավոր քաղաքական գծին, այն վերածում է վիրավորանքի, զրպարտության, կեղծիքի, անարդարության և անհավասար պայմաններում առավելություն ապահովելու անազնիվ մրցած պարեզի։ ՀՀԿ-ն իր համագումարյան բանաձևով արձանագրեց, որ մեր քաղաքական առաջնահերթությունը ինքնանպատակ իշխանություն ունենալը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ազգային արժեքների ու արժանապատվության, ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի պաշտպանությունն է։ Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր ուժերը հաջողության հասնելու ճանապարհին իրենց գործողությունների հիմքում պետք է դնեն նախորդ տարիների խորհրդարանական փողոցային պայքարի փորձն ու արդյունքները և անհրաժեշտ եզրահանգումներ անեն։ Սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ, այլ դրանցից հետևություններ անելու, ապագան կառուցելու և հանրային վստահությունը ամրապնդելու նախապայման։ Այլ է խնդիրը, որ իշխանությունը բուն ընտրությունների հարցի իր համար շահեկան լուծման ճանապարհը տեսնում է ոչ թե ազատ, արդար, հավասար, մրցակցային միջավայրում պայքարի, այլ ապօրինությունների միջոցով քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, վնասելու, ընդհուպ ազատությունից զրկելու ճանապարհով։ Ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն բուն քվեարկության օրով, այլ մինչև այդ ձևավորված միջավայրով։ Գործող ռեժիմի քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, այլակառուցության նկատմամբ անհանդուրժողականությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, տեղեկատվական անհավասար պայմանների ստեղծումը, արտաքին ապօրինի միջամտությունները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամ արտահայտության իրավունքը, ոչ լեգիտիմ դարձնելով պրոցեսի էությունը։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ հանրապետական իր ներուժի, փորձառության և հետևողականության միջոցով շարունակելու է անզիջում պայքարը, իր սատարումը բերելով իրական ընդդիմադիր ուժերին, ազգային օրակարգին հաջողություն ապահովելու և երկրի զարգացումը ճիշտ հուն վերադարձնելու համար։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ և շատ սիրելի հայրենակիցներ, այսօր այս կարևոր ամբիոնից ուզում եմ խոսել Գյումրու առջև ծառացած խնդիրներից, ինչպես նաև վերջին շրջանում գյումրեցիների արդարացի դժգոհություններից։ Խոսքը հետևյալի մասին է, ձմեռվանից հետո Գյումրիում ունենք լրջագույն խնդիրներ կապված փողոցաշինության հետ, ունենք բազմաթիվ քանդված փողոցներ, երբեմն նաև անանցանելի, և ուզում եմ բոլորին հիշեցնել, թե ինչից առաջացավ այս պատկերը։ 1 տարի առաջ Սերժ Սարգսյանի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով մեկ գիշերվա ընթացքում հայտնվեց Ծառուկյան Գագիկի նախընտրական ցուցակում, Վարդանիկ Ղուկասյանին, ենթադրյալ հանցագործ, կարգեց Գյումրու համայնքապետ, ու այդ պահից սկսած պարզ էր, թե ինչ է սպասում Գյումրուն։ Սիրելի հայրենակիցներ, բայց դրան զուգահեռ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության գործող կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի լուծի Գյումրու և գյումրեցիների առաջ ծառացած խնդիրները։ Հենց այս պահին Գյումրու Բագրատունյա ծողակի ասֆալտապատումն է իրականացվում բացառապես կառավարության միջոցներով։ Մենք գիտենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև ՎԶԵՊ ծրագիրը, որի շրջանակներում կհիմնանորոգվեն անի և ավստրիական թաղամասերը, մոտ 25,000 բնակչություն ունեցող թաղամաս է, սիրելի հայրենակիցներ, ինչպես նաև արդեն մեկնարկել է Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգումը, և ես քիչ առաջ Շիրակի մարզպետից խնդրեցի ինձ տեղեկացնել, թե ինչքան միջոցներ է տրամադրել կառավարությունը այդ երկու փողոցների հիմնանորոգման համար, և ուզում եմ թիվը ընթերցել անպայման 884 միլիոն 772 հազար դրամ միայն տրամադրվել է Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգման համար։ Սիրելի գյումրեցիներ, այս ամենը ապացույցն է այն բանի, որ կառավարությունը րոպե առաջ լուծելու է և աշխատելու է, որպեսզի մեր քաղաքի առջև ծառացած խնդիրները լուծվեն, իսկ մեզ մնում է ընդամենը մեկ բան՝ հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս, տեր կանգնել խաղաղությանը և վստահ լինել, ինչպես վարչապետը նշեց, որ Գյումրի 1 լինելու է։ Շնորհակալ եմ։ Սիրելի հայրենակիցներ,
ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրներին անդրադարձել են բազմիցս, պարբերաբար բարձրաձայնել խնդիրները եւ առաջարկել լուծումներ։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում ունենք ահռելի քանակությամբ ջրային պահշարների կորուստ։ Մայրաքաղաքում եւ մարզերում ջուրը սկսել են տալ ռեժիմով։ Ամռան տապին հաճախակի են դարձել ջրանջատումները։ Որոշ համայնքների բնակիչները ահազանգում են, որ ծորակից գալիս է խմելու համար ոչ պիտանի ջուր։ Դիզազուր խորքային հորերի ջուրն անխնա հոսում է հարևան երկրների համար դառնալով ռեսուրս։ Տարեկան կոնսերվացվում է շատ քիչ քանակությամբ խորքային հորեր, որոնք դիրազուրկ են եւ այդ ջրային ռեսուրսները ճիշտ չեն օգտագործում։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության տարածքում ունենք տասնյակ հազարների հասնող անջրդի անմշակ հողատարածքներ։ Վերջերս հարցում էի ուղարկել տարածքային կառավարման նախարարությանը ճշտելու համար արդյոք փոփոխություններ իրականացվել են այդ ահռելի հողատարածքները ոռոգելի դարձնելու համար։ Ինձ եկել է հետևյալ պատասխանը։ Օրինակ բերեմ իմ հայրենի Տավուշի մարզում պատկերը 25394 հեկտար վարելահողից ոռոգելի է ընդամենը 3690-ը։ Սա այն դեպքում, երբ նույն մեր տարածաշրջանում եւ Հայաստանի Հանրապետության տարբեր մեր մարզերում ահռելի քանակությամբ ջրեր հոսում են հարևան երկրների տարածքները եւ ի վերջո այս խնդիրները չեն լուծվում։ Սա խոսում է հետևյալ պատկերի մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն չունի, իսպառ բացակայության արդյունք է։ Դեռևս 2023 թվականին նաև բարձրաձայնել եմ Տավուշի մարզի Դեղցավան գյուղի մերձակայքում շուրջ 200 հեկտար անջրդի հողատարածքների մասին։ Գրավոր դիմել եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Պատասխանը ապշեցուցիչ էր։ Ոռոգումը վերականգնելու համար անհրաժեշտ խողովակների ներքին ցանցի վերազինման ուղղված ֆինանսական ծախսերի նպատակահարմարություն չկա։ Սիրելի հայրենակիցներ, սա իշխանության վերաբերմունքն է այն հարցին, որի, այսինքն ահռելի հողատարածքներ նույն նոյեմբերյանի տարածքներում, որտեղ կարող էին լինել ձիթենու այգիներ եւ այլ այգիներ, փաստացի որևէ մի ձևով, որևէ մի կերպով ցանկություն չկա այս խնդիրը լուծելու։ Ամփոփելով խոսքս, սիրելի հայրենակիցներ, ինչն է մեր առաջարկը նաեւ գյուղատնտեսության հետ կապված մեկ նախադասությամբ ամփոփեմ։ Արդարացի չէ, որ օր ու գիշեր բերք ու բարիք ստեղծող մեր հայրենակիցների աշխատանքը չի համարվում աշխատանքային ստարժ եւ մենք առաջարկել ենք եւ խոստանում ենք, որ մեր ընտրվելու պարագայում հողագործի աշխատանքը եւս համարվելու է աշխատանքային ստարժ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ։ Սիրելի հայրենակիցներ, խորհրդարանական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել եւ ասել, որ այս ընտրությունները կարեւոր են մեր պետության համար, կնշանակի ոչինչ չասել։ Եվ այս անգամ եւս, սիրելի հայրենակիցներ, դուք պետք է ընտրություն կատարեք անցյալի եւ ներկայի միջև։ Քանի որ նախընտրական ցուցակները հրապարակվել են, նույն անուններն են, նույն դեմքերը, նույն մարդիկ են, ուղղակի տարբեր ցուցակներում ներկայացված։ Եվ այսօր ես ցանկանում եմ, որ ամեն մեկս մեզ մի պարզ հարց տանք. որտեղ ենք եղել մենք եւ որտեղ ենք այսօր։ Այն ժամանակ, երբ նրանք կառավարում էին, դպրոցներ եւ մանկապարտեզներ սեփականաշնորհվում էին, օգտագործվում են իրենց շահերի համար։ Այսօր մենք կառուցում ենք հարյուրավոր մանկապարտեզներ, հարյուրավոր դպրոցներ։ Այսօր մենք ավելի քան 50%-ով ավելացրել ենք դպրոցների պետական ֆինանսավորումը։ Այսօր մեր սիրելի տնօրենները, ուսուցիչները այլևս իրենց համար ընտրություններից ընտրություն բեռ չի դրվում ձայներ բերելու, ինչպես որ նախկինում էին անում։ Այժմ մեր ուսուցիչները, տնօրենները կարող են զբաղվել, վերապատրաստվել, ատեստավորվել եւ ստանալ բարձր աշխատավարձ։ Այսօր ատեստավորված ուսուցիչը միջինում ստանում է 400,000 դրամ աշխատավարձ, կան ուսուցիչներ ստանում են 700,000 եւ ավելի աշխատավարձ։ Մենք բարձրացրել ենք գիտնականների աշխատանքը, այլևս նաեւ շահավետ է
որպես գիտնական աշխատել, որովհետև անգամներով մենք ավելացրել ենք նրանց աշխատավարձը։ Երբ մեր թոշակառուները լինում էր ամիսներով իրենց թոշակները չէին ստանում, մենք 18-ից ի վեր 16000 դրամից թոշակները բարձրացրել ենք 46000 դրամ։ Իսկ հետվճարի համակարգով այն կազմում է մինչև 56000 դրամ, դա նվազագույն կենսաթոշակի մասին է խոսքը, սիրելի հայրենակիցներ։ Մենք մի շարք ծրագրեր ենք անում ծնելիությունը խթանելու եւ ունենք բավականին լավ արդյունքներ։ Ուղղակի 3 րոպեում ես չեմ կարող բոլոր մեր կատարած ծրագրերի մասին խոսել։ Երբ նրանց կառավարման տարիներին սահմանամերձ գյուղերը դատարկվում էին, պատճառը մեկն է, քանի որ ոչինչ չէր արվում այդ գյուղերում, մենք այնտեղ կառուցում ենք հազարավոր տներ։ Եվ ընդհանուր առմամբ 15830 ընտանիք ստացել է բնակարանային աջակցություն մեր կառավարման տարիներին։ Երբ տնտեսությունը խեղդված էր մենաշնորհներով, այսօր մենք բացել ենք դաշտը բոլորի համար։ Այլևս ոչ ոք չի թելադրում, ով ինչ ներկրի, ով ինչ բիզնես անի, փայ չեն մտնում բիզնեսին։ Մարդիկ ավելի շատ են վաստակում։ Միջին աշխատավարձը բարձրացել է կրկնակի, աղքատության մակարդակը էականորեն նվազել է։ Գրեթե մենք չունենք ծայրահեղ աղքատություն, շատ չնչին տոկոս է մնացել եւ վստահ եմ մեր քաղաքականության շնորհիվ նաեւ կարող ենք ամբողջովին վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Ստեղծել ենք մոտ 300,000 աշխատատեղ այս տարիների ընթացքում։ Մենք կառուցում ենք ճանապարհներ, լուսավորում ենք համայնքներ, զարգացնում ենք ենթակառուցվածքները։ Եվ ամենակարևորներից, սիրելի հայրենակիցներ, մենք ներդրել ենք առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Այլևս Հայաստանում ոչ մի ընտանիք ստիպված չի լինի իր գույքը վաճառել իր ընտանիքի անդամի կյանքը փրկելու համար։ Եվ մենք իրականության մեջ ունենք դեպքեր, երբ քաղաքացին 4 միլիոն դրամի վիրահատություն է ստանում պետության աջակցությամբ։ Էլ չեմ ասում աչքի վիրահատությունների ռեկորդային թվի մասին, որը մեր հայրենակիցները տարիներ շարունակ չէին կարողանում այդ վիրահատությունները իրականացնել։ Կներեք, պարոն Արշակյան, եւ վերջում նաեւ խոսեմ ամենակարևորի մասին։ 2022-ից 25 թվականների ընթացքում ավելի շատ միջոցներ են ուղղվել բանակին, քան նախորդ ամբողջ տարիները վերցրած միասին։ Այսօր, սիրելի հայրենակիցներ, մենք հասել ենք խաղաղության։ Այլևս իրողություն է խաղաղությունը, եթե նրանց տարիներին, կառավարման տարիներին, այսպես ասած, սողացող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն տարիներին մենք գրեթե ամեն օր լսում էինք զոհի մասին, մենք այսօր արդեն 2 տարի եւ ավել է մենք սահմանային զոհ չունենք։ Եվ սա այլևս իրողություն է, սիրելի հայրենակիցներ, սա հաստատված խաղաղություն է եւ ես վստահ եմ, որ հունիսի 7-ին, սիրելի հայրենակիցներ, դուք տեր եք կանգնելու խաղաղությանը։ Շնորհակալություն։